իշխանությանը պետք վախի մթնոլորտ սերմանել հատկապես ընդդիմադիր էլիտայի դաշտում, որպեսզի ցույց տա, որ իրենք ոչ մի գնով իշխանություն տվող չեն։ Ինչու են նման խառնաշփոթ առաջացել իրենց գլուխներում, որովհետև իրենք հասկանում են, որ իրենք շատ մոտ են իշխանություն կորցնելուն։ Այս իրավիճակը, ինչ ստեղծվել է հանրապետությունում, այդ վախի մթնոլորտը, մարդուն, ասենք նույն Միքայել Աջապայանին բան արեցին, չէ, դատապարտել, մեղավոր ճանաչեց Նիկոլական դատարանը շինծու քրեական գործով, սա էլ է մեսիջ, որ ես քարտ բլանշ ունեմ միջազգային կառույցներից, եվրոպական արևմտյան, այդ հիմա մի քիչ արևմուտքն էլ է խառը, էլի, այդ ամբողջից այն ինչ որ մեզ համոզում էին, որ իբր իրենք մարդու իրավունքներ, չգիտեմ, դեմոկրատիա եւ արժեքներ էին հարգում, այդ բոլորից քարտ բլանշ ունեմ, տո բան տարկելու, տո խոշ տանգելու, ինչու ենք մենք միայն սպանությունը հիմա քննարկում ենք զուտ այն բանի համար, որ շատ մեծ ողբերգություն է տեղի ունեցել, հա, այդ մարդու հետ կապված եւ ընդհանրապես համայնքի հետ կապված, ընտանիքի հետ կապված, բայց դրանից առաջ ծեծի էր ենթարկվել Հակոբ Կարապետյանը, չէ, Հայկ Մարությանի կուսակցությունից անհայտ անձանց կողմից դիմակավորված